Եղբայրներ և հայրեր, այժմ լսեցեք ինձ, որ տամ իմ պաշտպանողականը։ Երբ լսեցին, որ եբրայեցերեն լեզվով դիմեց իրենց, առավել ևս հանդարտվեցին և լռեցին։ Եվ նա ասաց. Ես հրեամարդ եմ, ծնված Կիլիկիայի Տարսոն քաղաքում, և դաստիարակվել եմ այստեղ, այս քաղաքում, Գամաղիելի ոտքերի մոտ, կրթված ըստ հայրենի օրենքի ճշմարտության։ Նախանձահույզ էի Աստծո հանդեպ, ինչպես դուք բոլորդ այսօր։ Ես այս ճանապարհը հալածեցի մինչև իմ մահ, կապելով և բանտերի մատնելով տղամարդկանց և կանանց, ինչպես ինձ վրա են քահանայապետը և ամբողջ ծերակույտը, որոնցից եղբայրներին ուղղված նամակներ էլ առնելով, Դամասկոս էի գնում եղբայրների մոտ, այնտեղից ևս կապյալներ բերելու համար Երուսաղեմ, որ պատժվեն։ Եվ մինչ գնում էի և մոտեցա Դամասկոսին, կեսօրվա ժամանակ հանկարծ երկնքից սաստիկ լույս փայլատակեց իմ շուրջը, և ես գետին ընկա, լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. «Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում»։ Եվ ես պատասխանեցի. «Ո՞վ ես, Տեր»։ Եվ ինձ ասաց. «Ես Նազովրեցի Հիսուսն եմ, որին դու հալածում ես»։ Ինձ հետ եղողները ևս լույսը տեսնում էին, բայց չէին լսում այն ձայնը, որ ինձ հետ խոսում էր։ Եվ ես ասացի. «Ի՞նչ պետք է անեմ, Տեր»։ Եվ Տերն ինձ ասաց. «Վեր կաց և գնա Դամասկոս, և այնտեղ քեզ կպատմվի այն բոլորի մասին, որ հրամայված է քեզ անել»։ Եվ քանի որ այդ լույսի փայլից չէի տեսնում, ինձ հետ եղողները ձեռքիցս բռնելով առաջնորդեցին ինձ և Դամասկոս մտա։ Եվ Անանիա անունով մի մարդ, երկյուղած ըստ օրենքի և վկայված Դամասկոսում բնակվող բոլոր հրեաների կողմից, եկավ կանգնեց ինձ մոտ ու ասաց. «Սավուղ եղբայր, վերև նայիր»։ Եվ ես իսկույն դեպի վեր նրան նայեցի։ Եվ ինձ ասաց. «Մեր հայրերի Աստվածը առաջուց ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը և տեսնես արդարին ու լսես նրա բերանից ձայնը, որպեսզի բոլոր մարդկանց մոտ նրա վկան լինես այն բաների համար, որ տեսար և լսեցիր։ Արդ ինչու ես հապաղում, վեր կաց, մկրտվիր և լվա քո մեղքերը նրա անունը կանչելով»։